Սրտանց ասենք փառք մեր Տեր Աստծուն, սիրելի եղբայրներ, քույրեր, թող Տիրոջ Սուրբ Հոգին այսօր խոսի յուրաքանչյուրիս հետ, որ մենք այսօր լցվենք հոգու զորությունով, մեր շտերի մեջ մտնի աստվածային կյանքի ուրախությունը եւ մենք գնանք մեր տները կյանքի ուրախությունով, փառք Տիրոջը։ Մեր հոգևոր շինության համար ես ուզում եմ կարդալ Մատթեոսի ավետարանից 17-րդ գլուխ մի քանի համարներ սկզբից։ Մատթեոսի ավետարան 17-րդ գլուխ։ Եվ 6 օրեն յետև Հիսուս իրեն հետ առավ Պետրոսը ու Հակոբոսը եւ անոր եղբայրը Հովհաննեսը ու զանոնք բարձր լեռը հանեց առանցին։ Եվ անոնց առջև այլակերպվեցավ ու իր երեսը փայլեցավ արեգակի պես ու իր հանդեսները ճերմկցան լույսի պես։ Եվ ահա երեցան անոնց Մովսես ու Եղիա ու իրեն հետ խոսեին։ Պատասխան տվավ Պետրոս ու սավ Հիսուսի. Տեր, աղետ եւ որ հոս կենանք, եթե կուզես 3 խրճիթ շինենք, հոս մեկը քեզի եւ մեկը Մովսեսի ու մեկը Եղիայի։ Եվ քանի որ անիկակ խոսեր, ահա լուսավոր ամպը անոնց վրա հովանի եղավ եւ ահա ամպեն ձայն մը եկավ սելով. Ասիկա են սիրելի որդից, որու հավնել եմ, ասոր մտի կրեք։ Աշակերտները լսեցին երեսնու վրա ընկան ու խիստ վախցան։ Եվ Հիսուս մոտենալով դպավ անոնց ու սավ. Ելեք, մի վախնաք։ Աշկերտին վերցրեցին ու մեկը չտեսան, բայց միայն Հիսուսը։ Եղբայրներ, քույրեր, այստեղ մենք տեսնում ենք, որ 6 օրից հետո ասма Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը եկեղեցու սյուներ էին իրանք, ուրեմն բարձրացել էին մի լեռ եւ այնտեղ տեսնում ենք, որ Հիսուսը այլակերպվեցավ, ստացավ այլ կերպարանք։ Նրա երես արեգակի պես փայլում էր եւ հանդեսները լույսի պես ջերմակ էին։ Եվ դրանից հետո երևաց Մովսեսը եւ Եղիա եւ իրար հետ խոսում էին։ Մովսեսը, Եղիան եւ Հիսուսը խոսում էին իրար հետ։ Եվ այդ ժամանակ պատասխան տվա Պետրոսը ու սավ Հիսուսի. Տեր, եթե կուզես 3 խրճիթ շինենք հոս, մեկը քեզի, մեկը Մովսեսի ու մեկը Եղիայի։ Հետարքիր չէ, Պետրոսը այնքան էր այդ ներկայությունից այդպես ազդվել, այնքան էր, ասենք, ինքը այդպես ներկայությունը վայելում, որ ամեն ինչ մոռացավ։ 3 խրճիթ շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսի, մեկը Եղիայի։ Աստծո ներկայության մեջ եղբայրներ, դու ամեն ինչ կմոռանաս։ Փառք Տիրոջը եղբայրներ, Պետրոսն էլ նույնն ասավ եւ այդպես քանի որ իրանք խոսում էին, ահա մի լուսավոր ամպ անոնց վրա հովանի եղավ եւ ահա ամպեն ձայն եկավ ասելով. Ատիկա են սիրելի որդիս, ատոր մտի կրեք։ Ատիկա են սիրելի որդիս, ատոր մտի կրեք։ Սա 5-րդ խոսքն է եւ բաներ քուրեր Մատթեոսի ավետարան 17-5-ը։ Ես ուզում եմ սրա վրա մի փոքր կանգ առնենք։ Ատիկա են սիրելի որդիս, ատոր մտի կրեք։ Սիրելի եղբայրներ, քուրեր, այսօր քրիստոնյաների համար ստանդարտը մտածելակերպի ստանդարտ, այսինքն ինչպես են քրիստոնյաները մտածում։ Սովորաբար նրանք շատ առաջ չեն գնացել եւ նորից նույն ճիշտ ու սխալի սկզբունքով են մտածում։ Այսինքն որն է ճիշտ, որն է սխալ։ Ասենք եթե երկու հոգի ինչ-որ վիճում են իրար հետ կամ երկու հոգի իրար հետ հարցեր ունեն, որոշում են ով է ճիշտ, ով է սխալ, ճիշտ ու սխալի սկզբունքով։ Բայց ուզում եմ հարցնեմ, այդ ինչ ձևով են որոշում։ Ասենք ով է ճիշտ, ով է սխալ։ Որոշման մեխանիզմը, որոշման հիմքը
ինչի հիման վրա են իրանք որոշում ճիշտ կամ սխալ։ Ուրեմն շատ քրիստոնյաներ չհասկանալով գլխավորը նորից ուրեմն ճիշտ ու սխալի սկզբունքով են որոշումներ կայացնում։ Եղբայրներ քույրեր, մենք կարդում ենք, որ Հովհաննես ավետարանի առաջի գլուխ 17 խոսքում ասում է, որ օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ։ Օրենքը, այո, Մովսեսի ձեռքով տրվեցավ։ Բայց ճշմարտությունը Հիսուս Քրիստոսով եղավ։ Ուրեմն Հովհաննես ավետարան առաջի գլուխ 17 խոսքը։ Վասի օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ, բայց շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսով եղան։ Բայց ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, կարծես թե բացառվում է, օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ, բայց շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսով եղավ։ Ուրեմն այստեղ խիստ տարբերություն կա օրենքի ու շնորհքի ու ճշմարտության մեջ։ Ուրեմն սիրելի եղբայրներ քույրեր, փաստորեն երբ որ մենք ճիշտ ու սխալի սկզբունքով ենք հարցերին մոտենում, որոշում ով է ճիշտ ով է սխալ, եւ ճշտին համարում ենք արդար, սխալին համարում ենք ոչ արդար կամ մեղավոր, այդ դեպքում մենք քրիստոնեական իսկական սկզբունքի հետ կապ չունենք։ Հիմա կասեմ ինչու համար։ Որտեղ քրիստոնյայի սկզբունքը, մտածելակերպի սկզբունքը, քրիստոնյայի որոշումներ կայացնելու սկզբունքը ոչ թե ճիշտն ու սխալը պետք է լինի, ասենք եթե ճիշտը անենք կամ սխալը չանենք, ոչ թե ճիշտն ու սխալը պետք է լինի, այլ քրիստոնյայի որոշումներ կայացնելու սկզբունքը պետք է հիմնված լինի աստվածային կյանքի վրա։ Այդ կյանքը բավարարվում է, թե չի բավարարվում։ Քրիստոնյան, եթե դու քրիստոնյա ես, քո ներսում կա կյանք, հոգու կյանքը, Քրիստոս կյանքը, այդ կյանքը բավարարվում է, թե ոչ։ Քո որոշումներ կայացնելու սկզբունքը պետք է նորից եմ կրկնում, ոչ թե ճիշտն ու սխալը լինի, որտեղ թե ճիշտը, թե սխալը նույն ծառից են, նույն գիտության ծառից են, բարին եւ չարը գիտնալու ծառից են։ Երկու դեպքում էլ այդ թե ճիշտ, թե սխալ, ինչ էլ որ անես, մեկը դա մահվան ծառա, այդ որոշումները տանում են դեպի մահվան։ Բայց ինչ է նշանակում, դու պետք է որոշումդ կայացնես, ելնելով նրանից քո մեջ աստվածային կյանքը աճում է, թե նվազում է։ Հիմա տեսեք, եղբայրներ քույրեր, յուրաքանչյուր կյանք պահանջում է կերակուր։ Օրինակ ասենք վերցնենք, ենթանենք բուսական կյանքը, չէ՞։ Բույսերը եթե կերակուր չուտեն, կապրեն, ոչ։ Նրանց կերակուրը ի՞նչն է, ասենք, ենթանենք հողից ծնունդ վերցնելը, անձրևը եւ այլն։ Բուսական կյանքն էլ է կերակուր պահանջում, անասունի կյանքն էլ, անասնական կյանքն էլ է պահանջում կերակուր, մարդկային կյանքն էլ է պահանջում կերակուր։ Եթե մարդը կերակուր չուտի կմեռնի, ֆիզիկապես կմեռնի։ Եթե անասունները կերակուր չուտեն կմեռնեն։ Եթե բույսերը կերակուր չուտեն կմեռնեն։ Հիմա եղբայրներ քույր, եթե իմ մեջ կա աստվածային կյանք, ապա այդ աստվածային կյանքը ինքն էլ կերակուր է պահանջում։ Որն է այդ կերակուրը, եղբայրներ քույրեր։ Նորից եմ կրկնում, յուրաքանչյուր կերակուր։ Եթե կերակուր չտաս կյանքին, կյանքը կմեռնի։ Հիմա տեսեք, եղբայրներ քույրեր, օրինակի համար, եթե մենք նայենք բանին, որն է այդ կերակուրը, հոգու կերակուրը, աստվածային կյանքի կերակուրը որն է, Հովհաննես ավետարանի մեջ կարդում ենք 6-րդ գլխում, եղբայրը նոր հիշեցրել այդ մասին, 6-րդ գլխում կարդում ենք, որ Հիսուսը խոսելով հրեաների հետ, այսպես ասում. Եվ Հիսուս ասավ անոնց 32 խոսքից, Մատթեոսի Հովհաննես ավետարան 6:32-ից. Եվ Հիսուս ասավ անոնց. ճշմարիտ կասեմ ձեզի, թե Մովսես չտվավ ձեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կտա ձեզի ճշմարիտ երկնավոր հացը։ Ուստի իսին անոր, Տեր, ամեն ատեն այդ հացը մեզի տուր։ Եվ Հիսուս ասավ անոնց. ես եմ կենաց հացը, ան որ ինձի կուգա, երբեք պիտի չանոթենա, եւ ան որ ինձի կհավատա, պիտի չծարավի։ Բայց ես որ դուք զիս տեսակ ալու չեք հավատալ, այն ամենը զոր հայրը ինձի կուտա ինձի պիտի գա, եւ ան որ ինձի կուգա, բնավ դուրս պիտի չանեմ։
Հիսուս ասեց, ես եմ կենաց հացը, կյանքի հացը, այսինքն կյանքի հացը Քրիստոսն է, և նաև 51 համարում նորից Հիսուսի խոսքերն է, ես եմ կենթանի հացը, որ երկինքեն իջա, եթե մեկ այս հացեն ուտեղ հավիտյան պիտի ապրի, ուրեմն մեր ներսի հոգևոր, մեր ներսի կյանքը, որը մենք ունենք, որ մենք ստացել ենք Քրիստոսից, այդ կյանքը պահանջում է կերակուր, որն այդ կյանքի կերակուրը, այդ կյանքի կերակուրը Քրիստոսի խոսքն է, Աստծո խոսքն է, ան որ իմ կերակուրս այն է, օրինակի համար, նաև Հովանու ավետարան 4:34-ում Հիսուսը իր աշակերտներին ասեց, ուրեմն Հովանու ավետարան 4:34 Հիսուս Սավանոց, իմ կերակուրս այն է, որ ես գրկողին կամ քնեմ ու անոր գործը կատարեմ, իմ կերակուրս նա է, որ ես ինձ ուղարկողի գործը կատարեմ, այսինքն եթե ես դրա գործն եմ կատարում, ես կերակրվում եմ դրանից, և եթե ես կերակրվում եմ, դա նշանակում է հոգևորապես աճում եմ, բայց եթե ես կերակուրը չեմ անում, եթե ես իր կամքը չեմ կատարում, երկնքից իջած հատը չեմ ուտում, ես բնականաբար պիտի ինչ անեմ, հոգևորապես պիտի գնամ դեպի մահվանը, ուրեմն իմ կերակուրս նա է, որ ես իմ երկնավոր հոր կամքը կատարեմ, հիմա սիրելի եղբայրներ, քույրեր, ուրեմն փաստորեն ինչու՞մն այստեղ բանը, քրիստոնյան ընդհանրապես երկու տեսակի մտածելակերպ կա, մեկը դա կյանքի սկզբունքի, կյանքը, ներսի կյանքը բավարարելու սկզբունքը, մեկը բանին և գիտնալու ծառի սկզբունքը, նորից եմ ասում, այն քրիստոնյան պետք է ուրեմն որոշումներ կայացնի, ելնելով իր ներսի կյանքը, կերակուր ստանում է, թե չի ստանում, կերակրվում է իր ներսի կյանքը, թե չէ, իսկ երբ է կերակրվում, կերակրվում է, եթե ինքը Աստծո խոսքն է կատարում, եթե Քրիստոս կյանքն է, ուրեմն իր մեջ մտնում, այսինքն Աստծո խոսքի կատարելու դեպքում է, որ իր ներսը կերակրվում է, ոչ թե տառը, այլ հոգին, ավետարանի հոգին կատարելու դեպքում է, որ մենք կերակրվում ենք, հակառակ դեպքում քրիստոնյան գնալով ինչ կլինի, գնալով կմարի, եղբայրներ քույրեր, հիմա տեսեք, մենք կարդում ենք Հռոմեացիս 7-րդ գլխի մեջ, մենք կարդում ենք հետևյալը, որ անցյալ անգամ մի փոքր շոշափեցինք կիրակի օրը, հիմա տեսեք ասում եմ, միթե չեք գիտեր եղբայրներ, քանզի ես օրենքը գիտություններում կխոսիմ, որ օրենքը մարդուց վրա կիշխե, որ չափ ժամանակ, որ ողջ է, մանսի այր ունեցող կինը իր ողջ երկանը կապված է օրենքով, բայց եթե այրը մեռնի, արձակված է երկան օրենքեն, ուրեմն քանի որ այրը ողջ է, շուն պիտի իսվի, եթե ուրիշ երկան մլա, բայց եթե այրը մեռնի, այն օրենքեն ազատ կլա, այնպես որ շնացող չլա, եթե ուրիշ երկան մլա, ուստի դուք հալ իմ եղբայրներս Քրիստոսի մարմնով օրենքին մեռաք, որպեսզի ուրիշի մեռլաք, անոր, որ մեռելներին հարություն առել է, որպեսզի Աստծո պտուղ բերողը լաք։ Ուրեմն տեսեք, այստեղ ինչ է, Պողոս առաքյալը բացատրում է օրենքի և ասենք օրենքի և քրիստոնյայի բանը, քրիստոնյան և օրենքը և մարդ ու կին, այս քրիստոնյան և օրենքը, ուրեմն քրիստոնյան և օրենքը ինչպես են իրար հետ կապված, ինչպես են իրար վրա ներգծում, Պողոս առաքյալը բացատրում է մարդ և կնոջ օրինակով, և ինչպես է ասում է, միթե չգիտեք եղբայրներ, որ քանզի ես օրենքը գիտությունում, որ օրենքը մարդուց վրա կիշխե, որ չափ ժամանակ, որ ողջ է։ Օրենքը, եթե դու ուրեմն մարդ ես և դու օրենքի տակ ես, այդ օրենքը քո վրա իշխում է։ Օրենքը քո վրա ունի իշխանություն, ոչ ոք չի կարող օրենքի իշխանության տակից դուրս գալ։ Ինչքան ժամանակ է իշխում։ Իշխում է այնքան ժամանակ, քանի դու դեռ ողջ ես։ Օրենքը մարդու վրա կիշխի այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ողջ է։ Հիմա ասում է, այր ունեցող կին իր ողջ երկանը կապված է օրենքով, բայց եթե այրը մեռնի, արձակված է օրենքեն։
Հիմա սիրելի եղբայրներ քուրեր, ասենք վերցնենք կին եւ ամուսին։ Քրիստոնյա եւ օրենք կամ կին եւ ամուսին։ Կինը ուրեմն կապված է գտնվում է ամուսնու օրենքի իշխանության տակ։ Պատկերացրեք հիմա այսպեսի մի բան, ենթադրենք հիմա այդ կինը ուզում է բավարարել ամուսնուն։ Ամուսնուն ուզում է հաճենալ, բավարարել, իր կամքը կատարել։ Բայց ասենք թե բերում է մի հատ ճաշ տնես սեղանին։ Մեկ էլ հանկարծ որտեղ կպնում է միտեղ ճաշը թափում է։ Ամուսինը ճիշտ է, ամուսինը ասենք արդար ամուսին է։ Ինքը միշտ պահանջկոտ է, եղբայրներ քուրեր։ Այդ ամուսինը օրենքն է։ Օրենքը արդար է։ Բայց օրենքը պահանջում է եւ իշխում է բանի վրա, ամուսնու վրա, կնոջ վրա։ Հիմա տեսեք, որքան անգամ կինը ուզում է ամուսնուն բավարարի, չի ստացվում, անպայման մի թարս բան անում է, օրենքին հակառակ մի բան անում է։ Եվ այդ օրենքը ինչ է լինում։ Եվ այդ օրենքը իշխում է, հասկանում եք, հիմա ինչ է կարծում, ինչքան ժամանակ կարող են այդպիսի ամուսինները, որ իրար հետ ինչքան ժամանակ կարան ապրեն։ Կինը ուզում է բավարարել ամուսնու պահանջները, ամուսինը արդար պահանջ ունի, որևէ մի անարդար բան չի ուզում, բայց չի ստացում, չի կարողանում։ Ամեն անգամ ուրեմն ամուսին, այսինքն օրենքը իրան հանդիմանում է։ Ինչքան կարող են իրանք այսքան ապրել իրար հետ։ Բնականաբար երկար չեն կարող ապրել։ Ուրեմն ինչ պետք է անի, հիմա այդ կինը մտածում ասում, այ մարդ, ինչ անեմ եմ, չեմ կարող բավարարեմ, ինչ անում եմ, ինչ ձևով որ անում եմ, ես իմ ամուսնուն, այսինքն ես օրենքին չեմ կարող բավարարեմ։ Քրիստոնյան իր գործերով չի կարող օրենքին բավարարել, օրենքով ոչ մեկը չի փրկվում, եղբայրներ քուրեր։ Բայց ինչ անի, կինը մտածում է, լավ, ինչ անեմ, որ ես ամուսնուց ձեռից պրծնեմ, անընդհատ ամուսնուց իշխանության տակ եմ, ամուսինս ինձ անընդհատ ինչ անում, ինձ հալածում է։ Մտածում է, գնամ ուրիշի հետ ամուսնանամ, թողեմ ամուսնուց, գնամ ուրիշի հետ ամուսնանամ։ Բայց այդ դեպքում մտածում են, ասում են, չէ, այտենց որ լի, ինձի շունկ ասեն, շունկը կոչվեմ ես։ Բայց ինչ անեմ, լավ, ոնց անեմ, որ ես ամուսնուց ձեռից պրծնեմ, չեմ կարող, ինքը միշտ տնձի բան անում, ինձ միշտ տնձի հանդիմանում է, միշտ ինձ վրա խոսում է, միշտ ասում է դու լավը չես, վերջո։ Հիմա ես էլ ուզում եմ գնամ ուրիշի հետ ամուսնանեմ, էդ էլ չի ստաց, բա լավ ինչ անեմ, որ պրծնեմ։ Միայն մի ճանապարհ կա, մեռնեմ պրծնեմ ասում։ Դենց ասում են, չէ՞ ժողովուրդը, մեռնեմ պրծնեմ։ Ուրեմն ինչ ճանապարհ կա, որ կինը ամուսնու այդ ձեռից պրծնի։ Այսինքն որ քրիստոնյան օրենքից ձեռքից պրծնի, ինչ ճանապարհ կա։ Քրիստոնյան օրենքից ձեռքից պրծնելու միայն մի ճանապարհ գոյություն ունի։ Երբ որ քրիստոնյան մեռնում է, ում համար է մեռնում։ Մեռնում է եղբայրներ քուրեր, այս աշխարհի համար։ Մեռնում է, բայց մեռած չի մնում։ Եթե մեռնես, օրենքին մեռնես, հարություն կառնես։ Հարություն առնում արդեն ում համար, մի նոր ամուսնու համար։ Այդ նոր ամուսինը դա Քրիստոսն է, եղբայրներ քուրեր։ Տեսեք, երկրորդ ամուսինը Քրիստոսը ավելի խստա պահանջա։ Ինչը օրինակ, եթե առաջի ամուսինը օրենքը օրինակ քեզ ասում էր, եթե օրինակ դու պետք է շնանայիր կոնկրետ, որ քեզ շուն ասեին, փաստը պետք է կատարվեր, բայց երկրորդ ամուսինն ինչ ասում, եթե մտքով նայեցիր անգամ նրան ցանկանալու համար, ուրեմն դու ինչ արես շնացար։ Այսինքն եթե նայենք Քրիստոսի պահանջները շատ ավելի խիստ են, քան օրենքի պահանջները, բայց դեպքում ո՞նց կլինի, եթե օրենքի պահանջները ես չկարողացա կատարեմ, առաջի ամուսնու պահանջները չկարողամ։ Երկրորդ ամուսնու պահանջը, որ ավելի խիստ է, ո՞նց պիտի անեմ։ Ուրեմն ինչու՞ նա գաղտնիք է այստեղ, եղբայրներ քուրեր։ Երկրորդ ամուսինը, որ Քրիստոսն է, նա ոչ թե միայն պահանջում է, այլ ինքն էլ անում է։ Փառք Տիրոջը դրա համար։ Ինքն է մեր մեջ դրել այդ կյանքը, եւ այդ կյանքը, որ մեր մեջ է դրել, այդ կյանքն էլ ինքն էլ հենց անում է։ Ոչ թե մենք ենք անում, ոչ թե մենք ենք հաճեցնում, այլ այն կյանքը, որ մեր մեջ է, այդ կյանքն է հաճեցնում։ Ուրեմն դրա համար եղբայրներ քուրեր, մենք պիտի ինչ անենք։
մենք պիտի այն կյանքը, որ Աստված մեր մեջ տրել այն, Աստծո կյանքը, մենք այդ սկզբունքով շատ բավարարենք այդ կյանքին, այսինքն կերակուր ուտենք, որ այդ կյանքը բավարարվի, որ այդ կյանքը սնվի, ես եմ երկնքից իջած ցածը, ուրեմն կերակուրը որը կլինի, այսինքն ներքին կյանքի համար, Քրիստոսի կյանքի կերակուրը որը կլինի, երբ որ ես նրան կամքը կատարեմ, օրինակ, հարց, ենթադրենք քեզ մեկը խփում է մի երեսիդ, դու համբերում ես, խփում ես համբերում, այդպես եղել է ասենք, որ խփելը համբերել են, բայց եղբայրներ քուրեր, հետո ասենք տեսել է, որ չէ, լավ համբերեցի, բայց վերջո ինչ եղավ, վերջո իմ ներսում կյանքը չավելացավ, չաճեց իմ ներսում կյանքը չբավարարվեց, ի՞նչն է պատճառը, պատճառը գիտեք ի՞նչն է, պատճառը նա է, որ այո դու կարող ես համբերություն ունենալ, պատճառը նա է, որ դու խոսքը ամբողջությամբ չես կատարում, ոչ դու միայն պետք է համբերես, այլ պետք է մյուսին չանես, մյուսներ դեմ տաս, այդ դեպքում որ ինչ կլինի, այդ դեպքում որ դու կերակուր կտաս քո ներսի կյանքին, եւ այդ քո ներսի կյանքը կբավարարվի, այդ դեպքում քո ներսի կյանքը կաճի, եւ այդ դեպքում որ դու կգտնես հանգստություն, եւ քո ներսում կլինի հանգստություն, բայց եթե միայն համբերես, բայց երկրորդ պահը չանես, ամբողջությամբ չկատարես կյանքի խոսքը, այդ դեպքում ինչ կլինի, այո, դու չես բավարարվի, այսպեսի մի հատ քո ներսում ուրախություն չի լինի, ուրախություն կլինի այն դեպքում նորից եմ կրում, եթե դու ամբողջությամբ ես բանանում, ամբողջությամբ ես կյանքի, այսինքն ամբողջությամբ ես անում, այսինքն կերակուր ես տալիս ներսի կյանքին։ Ուրեմն այսպեսի մի օրինակ կա եղբայրներ քուրեր, որ ասենք ես կարդացել եմ, ուրեմն բրնձի դաշտում եղբայրներ են լինում, այդ եղբայրները բրնձի դաշտում 7 օր երկու քրիստոնյա աշխատում են բրնձի դաշտում։ Այդ քրիստոնյաները, երբ որ առավոտը գնում են ջուրը կապում են, որ իրանց բրնձի դաշտը ջրվի, մեկ էլ անհավատները գալիս են ջուրը կտրում են, գնում են իրանց բաներն են անում, իրանց արտն են ջրում։ 7 օր սրանք համբերում են։ Ամեն անգամ առավոտը գնում են, ջուրը կապում են, նրանք գալիս կտրում, նորից ասենք համբերում, բան։ Հետո տեսնում են, որ այն մարդ մենք համբերում ենք, բայց մեր ներսում ուրախություն չկա։ Ինչու երբ որ այս Աստծո խոսքը կատարում եմ, ուրախություն չի գալիս, ի՞նչն է պատճառը։ Գնում են մի հատ փորձառու եղբոր մոտ։ Եվ այդ փորձառու եղբորը պատմում են, ինչ է ասում այդ փորձառու եղբայրը։ Նրանք ասում են տարօրինակ է եղբայր ջան, մենք ուրեմն ուրախ չենք, մենք ուրեմն խոսքը անում ենք, բայց մեր մոտ ուրախություն չկա, մեր ներսում ուրախություն չի գալիս։ 7 օր ասում մենք տառապեցինք, ամեն անգամ ասում մենք ուզում էինք ջրեինք, բայց նրանք գալիս կտրում, իրանցն են ջրում, մենք համբերում էինք։ Այդ ավաղ եղբայրը, որ փորձառու էր, այսպես ասում, դուք երջանիկ չեք, քանի որ մինչև վերջ չեք գնացել, կիսատ եք գնացել։ Դուք սկզբում պետք է ջրեիք իրանց արտը, հետո նոր ձեր արտը ջրեիք։ Նրանք հասկանում են և հաջորդ օրը գնում են այդպես են, առավոտ շուտ հլը ոչ մի բան չի եկած, վեր են կեդում գնում են, ջուրը միացնում են, այդ անհավատների արտն են սկսում ջրել։ Ջրում են, տրծնում են, հետո նոր ջուրը կապում են իրանց արտը, ուզում են ջրել։ Մեկ երկու օր այս անհավատները զարմանում են։ Այդ երկու եղբայրները, երբ որ այդ բան անում են, այդ գյուղացիները գալիս են իրանց մոտ, ասում են, եթե ուրեմն դա է բանը, ձեր հավատքը, Քրիստոսը, էդ է ասում ձեզ, մենք ուզում ենք քրիստոնյա դառնանք։ Եվ իրանց ներսում ուրախություն է գալիս, այս երկու եղբայրների ներսում ուրախությունը գալիս, որովհետև կյանքի պահանջն են բավարարում, կյանք են ուտում, այսինքն հոգու կերակուրն են ուտում։ Եթե կյանքը կերակուր չուտի, կմեռնի։ Ամեն մի կյանք կերակուր է պահանջում։ Բայց որ կերակուր ես տալիս, ինչ ալնում։ Սոված մարդին, որ կերակուր ես տալիս աշխուժանում է, չէ՞։ Ուրեմն դրա համար եղբայրներ քուրեր, այդ կյանքը, երբ որ նրանք այո մինչև վերջ են գնում, այդ ժամանակ նոր իրանց ներսում գալիս է ուրախություն։ Այո, եթե
Սա է քրիստոնեությունը, մենք ուզում ենք քրիստոնյա լինել։ Մի անգամ ես պատմել եմ, էլի կարամ ես զուգահեռ հիշեցնել, որ էլի մի աղքատ ընտանիք է լինում, աղքատ ընտանիքի կինը ապաշխարում է եւ իր ամուսինը հետո մահանում է, ես կինը միշտ լցված է լինում հոգով, ուրախ է լինում։ Հետո մի օր էլ պաշտամունքից գալուց էլի տենց ուրախ գալիս է տուն, այս կիսուրը տեսնում է, որ էլի ուրախ է, միած սրան լավ ծեծում է։ Ծեծում է, այս քույրիկը գնում է ուրեմն առանձնանում է, իր սենյակն է մտնում ու սկսում աղոթել։ Դե մեր քույրերը մի քիչ հետաքրքրասեր են, չէ՞, ասում է գլամ տենամ ինչ անում։ Գնում է այնտեղ ականջ է դնում, տեսնում է, որ իր հարսը իր համար աղոթում։ Զարմանում ասում է, ես իրան խփել եմ, իրան ծեծել եմ, բայց ինքը իմ համար աղոթում։ Ուրեմն ինչ անում, գրամար մտնում է ներս, էլ չի դիմանում։ Ասում է, եթե Քրիստոսը դա է, ես ուզում եմ քեզ հետ ծունկի գալ եւ աղոթել այդ ձևի Քրիստոսին, որ ես քեզ ծեծում եմ, բայց դու իմ համար աղոթում ես։ Եղբայրներ, քույրեր, մինչև վերջ պետքա գնաս։ Եթե դու կիսատ ես թողնում, չի բավարարվում, քո ներսում ուրախություն չի գա։ Դրա համար, սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված թող օգնի մեզ, որպեսզի մենք իմանանք, որ այո, եղբայրներ, քույրեր, կյանքը քրիստոնյան պետք է ինչ սկզբունքով առաջնորդվի։ Քրիստոնյան պետք է առաջնորդվի ոչ թե ճիշտ ու սխալի սկզբունքով, ճիշտ եմ անում, թե սխալ եմ անում։ Դա օրենքն է ասում։ Մենք ինչի հիման վրա ենք որոշում ճիշտ կամ սխալ։ Չէ՞ որ օրենքի հիման վրա ենք որոշում։ Իսկ օրենքը ոչ ոք չի կատարել եւ ոչ չի էլ կարող կատարել։ Եվ օրենքը չես չի կարող բավարարել։ Օրենքը միշտ ինչ կանի։ Օրենքը միշտ իշխում է քո վրա։ Դու պետք է մեռնես, որպեսզի այդ օրենքի իշխանության տակից դու դուրս գաս։ Դրա համար եղբայրներ, քույրեր, մենք պետք է կարողանանք տեսնել այդ երկու սկզբունքների տարբերությունը, այդ երկու մտածելակերպերի տարբերությունը։ Դրա համար եղբայրներ, քույրեր, շատ կարևոր է, որ մենք սա հասկանանք, որ սա մենք իմանանք, թե մենք հիմա որ սկզբունքով ենք շարժում, որ սկզբունքն է մեզ առաջնորդում։ Դրա համար եղբայրներ, քույրեր, օրինակ, եթե մենք գործում ենք բարին ու չարի սկզբունքով, բարին ու չարը գիտնալու ծառի սկզբունքով, այդ ժամանակ եղբայրներ, քույրեր, օրինակ Հիտլերը գիտես ինչ էր ասում։ Հիտլերն ասում էր, դե հաշմանդամներին, ասենք, բաներին սպանելը, այդպես բարի բան է։ Ասենք ինչու մարդը տանջվի, ինչու մարդ ապրի։ Այդ իր ցանկությունն ես դու, եթե դու կատարում ես մարդի ցանկությունը, ապա դու բարի բան ես անում։ Օրինակ, բայց հիշում եք, որ նա տամաղեկաց եկավ Դավիթի մոտ, ասեց Սավողին բան արեցի, չէ՞։ Սավողին սպանեցի, չէ՞։ Ինչ արեց Դավիթ, ասեց լավ արեցի, չթողեցիր որ տանջվի։ Ապա ինչ արեց, այդ ամաղեկացին կարծում էր, թե բարի լուր է բերե իրան, բայց Դավիթը սպանեց իրան։ Եղբայրներ, քույրեր, եթե ասենք դու ունես ցանկություն եւ քո ցանկությունը մեկը բավարարում է, դա չի նշանակում, որ դու երջանիկ կլինես, հակառակը, դու պետք է Աստծո կամքը, Աստծո ցանկությունը բավարարես, որ քո ներսում ուրախություն գա։ Դրա համար թող Աստված օգնի, սիրելի եղբայրներ, քույրեր, ուրեմն դրա համար մենք այսօր պետք է այդ երկու կարևոր սկզբունքները իրարից տարբերենք։ Ինչ սկզբունքով եմ ես հիմա ապրում, ինչ սկզբունքներով եմ ես հիմա որոշումներ կայացնում։ Եթե քո ներսում, ասենք քո խոսքերի մեջ եւ քո բաների մեջ, ասենք քո որոշումների մեջ միայն ու միայն այդ սկզբունքն է, ասենք բարին ու չարը գտնալու ծառի սկզբունքն է, ապա դու հանգստություն չես գտնի։ Դու միշտ, ասենք, անընդհատ կգտնվես, ասենք, նույն վիճակի մեջ եւ առաջ չես գնա, հակառակը հետ կգնաս հոգեվոր կյանքի մեջ։ Շատերն ասում են, որ լեռան քարոզը դա բարդ բան է, եղբայրներ, քույրեր։ Մենք չենք կարող լեռան քարոզը բավարարել։ Այստեղ հարցը նրանում է, որ եղբայրներ, քույրեր, չէ լեռան քարոզի մեջ է, չի ասում, որ մեկը մի աչքոմը խփում է, մյուսը դարձրո։ Օրինակ լեռան քարոզի մեջ է, որ ասում է, եթե մեկը քեզանից
շապիկդ ուզում է վերարկուտել դուր։ Եթե հիմա շապիկդ ուզում է, շապիկդ տվեցիր, բայց վերարկուտ չտվեցիր, դարձյալ ինչ եղավ, դարձյալ պակաս եղավ։ Ուրեմն դա նշանակում է ինչ, այդ կյանքի սկզբունքը, այն կյանքը, որը քո մեջ է Աստծո կյանքը, այդ կյանքը չի բավարարում, այդ կյանքը ուզում է կերակուր ուտել։ Իսկ կերակուրը կլի այն դեպքում, եթե դու ամբողջությամբ բավարարես, ամբողջությամբ տաս։ Դրա համար Աստված թող օգնի եղբայրներ քուրեր։ Միգուցե սա մեզ համար բարդ բան է, բայց սա է ճշմարտությունը։ Սա է կյանքը, սա իրականությունը եղբայրներ քուրեր։ Քրիստոնեական կյանքը պահանջում է կերակուր նաև։ Կգա շուտով կհայտնվի նեռը եղբայրներ քուրեր։ Նեռը կհայտնվի եւ յուրաքանչյուրը կասնի այդ փորձության միջով։ Այսօր պետք է արթնանալ եղբայրներ քուրեր, արթուն կենալ, որովհետեւ վայ նրան, ով կտրվի նեռին, տնթունի այդ կնիքը, այդ դեպքում նրան փրկություն չկա, նրան կգտնվի բանի լճի կրակի լճում։ Իսկ որպեսզի մենք լինենք Աստվածը մեզ օգնողը եղբայրներ քուրեր։ Մենք չի որ պիտի բան լինենք, այդպես հերոսներ լինենք, չգիտեմ ինչ լինենք, որ մենք կարողանանք, ասենք, այդ կյանքին բավարարել։ Ոչ, հերոսը մեր մեջի Քրիստոսն է։ Մենք հերոսներ չենք։ Մենք ոչինչ չենք, եղբայրներ քուրեր, ոչինչ։ Բոլոր ազգերը միասին վերցրած դույլից կախված մի կաթիլի պես է, կամ կշերքի նժարի վրա դրված մի փոշու հատիկի պես։ Հիմա կշերքի վրա մի հատ նժարավոր կշերք է, ասենք ինչ-որ կշռել եք 2 կիլո միս, դրել եք մի տեղ, 2 կիլո բաներ, շարակարը մի նժարին եք դրել։ Հիմա մի հատ փոշու հատիկ դրեք, կփոխվի այդ բանը, չի փոխվի եղբայրներ քուրեր։ Այո, եղբայրներ քուրեր, թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք, այո, հասկանանք այս սկզբունքը եւ կռիվների մեծ մասին ինչ ալինում 7-րդ գլխի մեջ որ ես բացատրեցի այդ ընտանիքում որ մարդն ու կինը ասենք մարդը պահանջում է կինը ուզում է կատարել կինը մարդը արդար է պահանջում օրենք արդար է եղբայրներ քուրեր օրենք արդար է պահանջում է բայց կինն էլ ուզում է կատարել բայց չի կարող կատարել հիմա ինչքան կա կապրեն այդպես իրար հետ անընդհատ տառապանք Եթե դու օրենքի իշխանության տակ ես տակավին, դու տառապանքով ես ապրում։ Դրա համար Հռոմեացիս 6:14-ում ասում է, որ մեղքը չիշխե ձեր մահկանացու մարմնով, որովհետև օրենքի տակ չեք, ապա շնորհքի։ Քանի դեռ դուք օրենքի տակ եք, մենք բոլորս այդ դեպքում մեղքը մեր վրա իշխանություն ունի, օրենքը մեր վրա իշխանություն ունի։ Եղբայրներ քուրեր, հիմա այո, դու ինչքան ուզում ես սպասի, օրենքը չի մեռնում։ Կինը որը սպասի, ասի սպասի տեսնը մարդս մեռնի, որ գնամ ամնոր ամուսնանամ, ինչքան ուզում ես սպասի, մարդը չի մեռնել, օրենքը երբեք չի մեռնում։ Երկինքն ու երկիրը կանցնի, բայց մի նշանագիր անգամ չի կարող ասնել օրենքից։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սրտանց ասենք փառքես Տեր, որ մենք կարողանանք եղբայրներ քուրեր հասկանալ եւ մինչեւ վերջ եղբայրներ քուրեր հասկանանք, որ մեր կերակուրը երկնքից չացածվել։ Եթե մենք այդ կերակուրը չուտենք, իսկ այդ կերակուրը ո՞րն է։ Աստծո խոսքը պահելը, Աստծո խոսքին հետևելը։ Իմ կերակուրս այն է, որ ես ինձ ուղարկողի կամքը կատարեմ։ Եթե այդ կերակուրը մենք չուտենք, եղբայրներ քուրեր, մեր ներսի կյանքը ինչ կլինի։ Մեր ներսի կյանքը գնալով կպակսի, եւ եթե ոչինչ էլ չի մնա այդ կյանքից։ Եկեք Տիրոջը խնդրենք, Տեր, ես հիմա քո կերակուրը ուտելու կարիք ունեմ։ Ինձ Տեր Աստված օգնիր, որ այն կյանքը, որ դու տվել ես ինձ, այդ կյանքը կերակուր է պահանջում։ Օգնիր Տեր ջան, որ ես գիշեր ու ցերեկ քո երեսը փնտրեմ եւ քո տված երկնքի հացով կերակրվեմ։ Ամեն։ Աղոթենք։